քաղաքացիներ, այս պահին ես գտնվում եմ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջինածանի ընդհանուր իրավասության դատարանում։ Այստեղ պատրաստվում է այս դահլիճում թիվ 1 դահլիճը, այս դահլիճն է։ Այս դահլիճում պետք է կազմվի փակ դատական նիստ, որոշելու են Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանավորման այդ ժամկետը երկարացնել թե ոչ։ Ներեցեք, Լիլիթ Աղեկյանն այստեղ է, չէ՞։ Իսկ ինչ նիստ է հիմա այստեղ։ Հիմա բաց նիստ է, չէ՞, կարող եք մտնել։ Ինչի՞։ Ինչու՞։ Հա, հետաձգում։ Դատավոր Սաֆարյանն է։ Հա, այստեղ Դատավոր Սաֆարյանն է, ով նախորդ այն դատական ակտը կայացրեց, որով Լիլիթ Աղեկյանին մեկ ամսով կալանավորեցին։ Այս դատավորը իհարկե մի դատական ակտ է կայացրել, որը բացառիկ բովանդակություն ունի իր ապօրինությունների իմաստով, որովհետև այդ բացառիկ բովանդակությամբ դատական ակտը այս պահին վերաքննիչ դատարանում է բողոքարկվում եւ դատավորը նաեւ ուզում ենք դատավորի խնդրում եմ պահանջատեք դատավոր թույլ տալ ու միացրեք ուրիշ մի տեսա իրանքներ կատարել։ Մենք այն դատարանում ենք, այն դահլիճում ենք, որտեղ պետք է տեղի ունենա Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նոր միջնորդության քննարկում կալանքի որոշման վերաբերյալ։ Հիմա ես ձեզ ցույց եմ տալիս հսկա դատարանի դահլիճը, որ պետք է ծանրաբեռնեմ Լիլիթ Աղեկյանի միջնորդությունը քննարկելու կալանքի, այդ է դատավորն էր, այդ Սաֆարյանը, ով նաև նախորդ որոշումներ կայացրել, նախորդ դատական ակտը, որը ակնհայտ անարդարացի դատական ակտ էր եւ բացառիկ դատական ակտերից է, որը ուսումնասիրության եւ ուսումնառության առարկա կդառնա ուսանողների մոտ, թե ինչպիսին է լինում անարդարացի դատական ակտը։ Այսինքն այս դատավորը տեսել է Լիլիթ Աղեկյանին գիշերազգեստով, պիժամայով, հողաթափերով այս դատարանի դահլիճում, բայց դրա մասին մի բառ չէր արտացոլել իր դատական ակտում։ Ընդհանրապես մեկ նախադասություն էր գրել Լիլիթ Աղեկյանի ձերբակալության վերաբերյալ եւ գտել էր, որ ձերբակալությունը եղել է օրինական։ Այսինքն այս դատավորը թեպետ իր որոշման մեջ նշել էր, որ Լիլիթ Աղեկյանը մայիսի 8-ի ժամը երեկոյան 6:20-ի սահմաններից գտնվում է արգելանքի տակ, բայց իր մոտ էր բերվել ամսի 9-ի ժամը 12:30 ցերեկը, նա գտել էր, որ ձերբակալությունը օրինական է, մինչդեռ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ ձերբակալված անձը առնվազն 12 ժամվա ընթացքում պետք է տարվի դատարան, իսկ եթե չի տարվում, ապա պետք է ազատ արձակվի, այսինքն չէին ազատ արձակել, տարել էին էլ հիվանդանոց, էլ ոստիկանություն, էլ խուզարկություն մեր վիճակում, էլ սպառնալիքներ, էլ խոստանգումներ նոր բերել էին իր մոտ։ Հիմա մենք սպասում ենք այս դատարանում, դա տեսնենք երբ են բերելու Լիլիթ Աղեկյանին այստեղ, իրեն բերում են Աբովյան քրեակատարողական հիմնարկից։ Այս է մեր դատական համակարգը, հարգելի քաղաքացիներ, իմանաք, թե ովքեր են մեր դատավորները, դատարանները եւ ինչ կա մեր դատարաններում։ Որովհետեւ յուրաքանչյուրի հետ այսպես կարող են վարվել, եթե դուք համամիտ չեք այդ գործող իշխանությունների հետ կամ դուք ինչ-որ բան եք հայտնաբերել, կոռուպցիոն հանցագործություն,
կամ դուք այլակարծիք եք, կամ դուք հայ եք, կամ դուք օրինակ հայ առաքելական եկեղեցու հետևորդն եք, հետևաբար դուք պետք է ենթարկվեք իհարկե հանիրավի պատիժների, ինչպիսին էր պատիժը Լիլիթ Աղեկյանի նկատմամբ 1 ամսով կալանավորելը։ Հիմա 1 ամիսը բավարար չէ։ Ինչ որ մի քննիչ որոշում է կայացրել, որ նորից պետք է միջնորդություն ներկայացնի, եւ այդ քննիչների քննիչը այդ պարոն Արտուր Պողոսյանը, ունենալով իր ձեռքի տակ երաշխավորություններ, ունենալով իր ձեռքի տակ ապացույցներ, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ չի կարելի կիրառել խափանման կալանավորում, այդ խափանման միջնորդություն էր արել։ Այս էլ քննիչն է, այն անրահայտ քննիչը, տեսեք այս քննիչին, ով Լիլիթ Աղեկյանի նկատմամբ որոշումներ է կայացնում եւ Լիլիթ Աղեկյանին հանիրավի փաստորեն հետապնդում է։ Սա էլ այդ քննիչն է, հեսա տեսեք։ Այս քննիչի որոշումները բացարձակ բողոքարկման ենթակա եւ ուսումնական առարկայի արդեն նյութ են դառնալու, թե ինչպես կարող է ապօրինի որոշումներ կայացվել եւ այս քննիչը նույնպես պետք է կանչվի պատասխանատվության այն բոլոր արարքների համար, որը կատարվել է Լիլիթ Աղեկյանի նկատմամբ։ Այսինքն այս քննիչը մի 2 տարի առաջ մի գործ էր կարել, դրել էր մի դարակում, մեկ այդ գործի մասին հիշել էր եւ մայիսի 7-ին հիշել էր եւ որոշել էր, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ պետք է միջնորդություն ներկայացնի ամսի 7-ին երեկոյան եւ այդ միջնորդության կատարումը պետք է ապահովի Լիլիթ Աղեկյանի նկատմամբ խոշտանգում իրականացնող անձը Կարեն Գևորգյանը, որի իրավունքը չուներ։ Այս մարդն է քննիչը։ Ավետիսյան Միքայելը խոսքի ազատության դեմ բոլոր գործերը հանձնարարվում են այս քննիչին այս մարզում։ Քննիչը բավականին հմտացել է ոնց սահմանափակի մարդկանց խոսքի ազատությունը։ Այս քննիչին նայեք, ճանաչեք, այս քննիչը ոչ միայն լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ է քրական հետապնդումը իրականացնում, այլ նաև այլ անձանց նկատմամբ, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից։ Լիլիթ հավանաբար արդեն ներկա է։ Լար բան չունի։ Իսկ Լիլիթին բերել են արդեն։ Այո, որտեղ է գտնվում Լիլիթը, ոնց բերեցին իրեն։ Հատուկ նենց ժամել նշանակել են, որ օրվա ավարտ լինի։ Տեսնում եք, դատական համակարգը ում է սպասարկում, այսինքն ամբողջ հանրապետությունով վխտում են հանցագործները, ցեղասպանները, թուրքերը, բայց շատ կարևոր մարդու են այսօր փորձում դատական ակտով կալանավորել։ Դա Լիլիթ Աղեկյանն է, իրենց համար անչափ կարևոր մի անձնավորություն է, որը ազատության մեջ գտնվելով իրենց կարող է խոչընդոտել, խանգարել։
Իդեպ սա այս դահլիճը, որ ես ձեզ ցուցադրեցի, այս դատարանի ամենամեծ դահլիճն է եւ այստեղ այն ծանր կրիմինալ գործերով է քննությունը գնում, որպեսզի դահլիճը մեծ լինի, շատ մարդ տեղավորվի այդ դահլիճում եւ բարձում է այս դահլիճը հատուկ պատրաստել են ում համար լրագրող Լիլիթ Աղեկյանի համար վերել են, որ Լիլիթ Աղեկյանին այս դահլիճում կանգնեցնեն դատարանի առջև։ Սա խայտառակ դատական համակարգը։ Այստեղից շատ սիրուն երևում է Արագածը, բայց հիմա ամպերի մեջ է տեսնում եք այս մասից։ Շատ գեղեցիկ է Արագածը։ Գյումրիի անկախության հրապարակն է։ Դա մեր կարգադրիչներն են։ Մեր սիրելի Գյումրին, մեր սիրելի Լիլիթը եւ իհարկե ոչ սիրելի դատական համակարգ, որը մերը չէ, չգիտենք ումն է, ում է սպասարկում։ Այստեղ են նաև դատարանի շենքում Լիլիթ Աղեկյանի կողմնակիցները։ Բավական երիտասարդ կազմ է համալրվել դատական համակարգում եւ քննչական համակարգում, բոլորը 25-ից 30-ամյա ինչ-որ աղջիկներ եւ տղաներ են, բավականին թերի փորձով, իմանաք ասեմ, բավականին թերի գիտելիքներով, դե մեր քննիչների քննիչը քննչական կոմիտեի նախագահի կրթական ցենզը բակալավրատն է, եւ նաեւ մեր ներքին գործերի նախարարի ցենզն էլ է բակալավրատ, արդեն պատկերացրեք, ոչ կյանքի փորձ ունեն, ոչ աշխատանքային փորձ ունեն, ոչ էլ ասենք կրթական ծանրակշիռ ցենզ։ Էսա մեր վիճակը։ Եվ այս մարդիկ իրականացնում են ամենակարևոր բաղադրիչը պետության մեջ արդարադատությունը։ Այդ իսկ պատճառով էլ թմրանյութերի տարածում, այդ իսկ պատճառով էլ հանցագործությունների կտրուկ աճ, այդ իսկ պատճառով կոռուպցիայի մեջ թաղված հասարակություն, էսա։ Նիստը արդեն հավանաբար սկսել է։ Հա։ Հեսա Շուշանիկը կգնա շենքի այս տարածքի հետևի մասը, որտեղ մեքենաներն են մուտք գործում, փակ տարածք է էլի։ Տեսնենք այդ մեքենան, որը Լիլիթ Աղեկյանին տեղափոխել է Աբովյան քրեակատարողական հիմնարկից եկել է թե չէ, դատավորը ոնց որ իջավ արդեն։ Տեսանք դատավորին։ Երևի թե արդեն Լիլիթին ուղեկցել են դահլիճ։ Ինչ տեսակի հասարակություն ենք տեսնում եք, գլխավոր հանցագործները ինչ ուզում անում են, գլխավոր խուլիգանները ինչ ուզում խոսում են, ինչ կեղտ կա իրենց կեղտոտ բերաններից արտաբերում են, բայց նրանց նկատմամբ չգիտես ինչու խուլիգանություն, այսինքն գիտենք, խուլիգանության այդ հանցակազմով քրեական հետապնդում տեղի չի ունենում։ Բայց Լիլիթ Աղեկյանը, որ դատավորին ասել է կոռումպացված կամ կարծիք է արտահայտել, ինչ որ ոստիկանի վերաբերյալ,
ասելով նրան ինչ-որ մի թեկուզ սպիտակավոր բառ, դա արդեն խուլիգանություն է դիտվել։ Պատկերացնում եք ինչ խուլիգանություն է։ Պատկերացնում եք դատավորը ինքը չի բողոքում, որ տուժել է Լիլիթ Աղեկյանի գնահատողական կարծիքից, մեկը ինչ-որ մի ոստիկան, ինչ-որ միտեղ մի քննություն է կատարել եւ գտել է, որ Լիլիթ Աղեկյանը անպարկեշտ ձևով վիրավորել է դատավորին, դատարանին։ Եվ այս հենց այս շենքում է իբրև թե խուլիգանություն է արել։ Բայց դատարանը այն վայրն է, որ մարդիկ պետք է իրենց էմոցիաները արտահայտեն։ Բայց գալիս են դատարան վիճելու, այսինքն քաղաքացիական հայցերի շրջանակում, քրական հետապնդումների շրջանակում, երկու մրցակցող կողմեր կան։ Բնական է, որ կլինեն գնահատողական կարծիքներ, բայց այդ բնական գնահատողական կարծիքները, որոնք հայոյանք չեն, չգիտես ինչու որակվում են որպես խուլիգանություն, բայց այն հայոյանքը աղբը, որը հրապարակվում է բարձր աստիճան պաշտոնյաների կողմից, դրանց նկատմամբ ոչ մի քրական հետապնդում։ Իսկապես հայոյողների նկատմամբ ոչ մի քրական հետապնդում։ Օրինակ մարդկանց վրա թքողների նկատմամբ ոչ մի քրական հետապնդում, ոչ մի խուլիգանություն։ Թքել կարելի է, հայոյել կարելի է, բայց կարծիք արտահայտել կոռումպացված է կամ սրիկայել չի կարելի։ Փոխվել են, այսինքն ամեն ինչ փոխվել է։ Հանցակազմը հիմա դա է։ Եթե դու կոռուպցիա ես հայտնաբերել, ուրեմն դա հանցակազմ է պարունակում։ Եթե դու կարծիք ես արտահայտել մարդու նկատմամբ, ով կոռուպցիայով զբաղվում, ասել ես կոռուպցիոներ է, դա քրական արդեն հանցակազմ է պարունակում։ Բայց դու կարաս 5000 երեխայի սպանես, պայմանավորվես պատերազմ, տանես սպանես, հայրենիք հանձնես, ցեղասպանության ենթարկես, կրոնական եւ ռասայական ատելություն սերմանես, դրանք հանցակազմեր չեն այլևս, դրանք խրախուսելի են։ Այսա երևի հիմա կդադարեցնեմ այս ուղիղ եթերը, մենք սպասում ենք, տեսնենք ինչ որոշում են կայացնելու, Լիլիթը պահանջելու է, որպեսզի ինձ ներգրավեն որպես պաշտպան, տեսնենք այդ որոշմանը